Այսօր պիտի խոսիմ վատնումի մասին, waste management։ Գիտեք, մեր քաղաքին աղբավակի ընկերությունը շատ գեղեցիկ անուն ունի, waste management։ Միջին արևելքի մեջ աղբավակ կսեինք, աղբավակող քիչ ասպես ասենք վարգապեգիչ բաշտոն մներ, հոս երբ գարցնես ուր աշխատես waste management-ի մեջ, եթե աշխատի, գտեսնեք, որ մարդիկ նույնիսկ աղբին կարևորություն կտան եւ չեն ուզեր վատնել եւ այսօր մանավանդ երկրի մեջ շատ ուշադրություն ունենք, որ նույնիսկ մեր աղբերը չվատնենք, այլ զանոնք իդ կորզածության տնենք եւ կարևոր է ադիգա։ Քանի որ մենք հաճախ մեր կյանքի մեջ գլսենք այն խոսքը, որ մարդիկ, որոնք որքան դաղանտներով օժտված են, շատ անգամ այդ դաղանտները գվատնեն։ Եվ մանավանդ այս երկրի մեջ, երբ գլսեք, ասենք, մեծ երգչուհիներ, երգիչներ, դերասաններ, որոնք թշպախտաբար իրենց այդ տաղանթը երբեմն գվատնեն, թմրեցուցիչը պատճառ կլա, խմիչքը պատճառ կլա, թեղերու, ասենք, անսահման կորզածությունը պատճառ կլա, որոնք այդ տաղանթավոր մարդիկ իրենց երդասարդ տարիքին իրենց կյանքը գործընծնեն։ Իսկապես ցավալի է եւ օրինակները շատ են, ամեն օր գլսենք հերադեսիլի վրա եւ գսենք what a waste, ինչ մեծ վատնում։ Մենք նաեւ երբեմն մեր գարավարության կքանքատենք, որ մեր դուրքերը գվատնեն եւ ասիկա այս օրերուն մանավանդ երբ ընդրության կպատրաստվենք, շատ կլսենք, որ այդքան դուրք կվճարե ժողովուրդը, բայց պետությունը գարձես գվատնե։ Բայց մի զարմանակ եւ մի քանգադիկ, որովհետեւ մենք ալ մեր կյանքերու մեջ շատ անգամ շատ բաներ է, որ գվատնենք երբեմն գիտնալով եւ երբեմն առանց գիտնալու։ Օրինակ ուդելիք։ Եվ գիտեք, որ այս երկրի մեջ մանավանդ որքան ուդելիք ամեն օր գվատնվի։ Այսինքն այդքան ուդելիք ոչ թե միայն դուրսը մեր դուներու մեջ, որոնք եթե բոլորը միասին հավաքեինք, թերևս կրնայինք լուծել ամբողջ աշխարհին անօթությունը։ Ես կհիշեմ անգամ ջաշարան նստած էի, ջաշ աբսպրած եւ գսպասեի, որ սպասարկողը ջաշը բերե, մինչ այդ կովս նստող դիգին մգար կովը սեղանին, որ գքանքադեր սպասարկողին, որ այս շրիմպները որ բերած է, իր ուզածով չէ պատրաստված։ Եվ քիչ մկիտեք, երբ ցայնը կբարձրացնեն, մարդիկ անմիջապես կչանան, որպեսզի հանդարտեցնեն, չխանգարվի, սպասարկողսա, որ դիգին գներես, հիմա գտանիմ եւ կփոխեմ, don't worry about it։ Ուրեմն քնած եւ իր աբսպրացիով բերավ նոր ջաշը։ Նույնը սպասարկողը երբ իմ կովս եկավ, արի դակրություն իրեն հարցուցի, որ այս ջաշը որ սխալ էր ինչ կլա, ասավ թշպախտաբար ուղագի աղբը գերտա։ Շեֆը ասավ չի ցկեր նույնիսկ որ մենք ուտենք։ Գիտեք որքան ջաշ կվատնվի ամեն օր այս երկրի մեջ, մեր դուներու մեջ, ջաշարաններու մեջ դուրսը, եւ ինչպես ասի այդ բոլորը գրնար ամբողջ աշխարհի ժողովուրդը գերագրել եւ մենք կսենք what a waste, ինչ մեծ վատնում։ Անշուշտ միայն ուդելիք չէ, շատեր իրենց տրամը գվատնեն։ Գկորձածեն բաներու վրա, որոնք այդքան ալ կարևոր չեն, գենսական չեն իրենց համար։ Եվ ամենացավալի բարականան է, որ մարդիկ իրենց ունեցածը փախտախաղի վրա գվատնեն։ Եվ շատ լսած ենք օրինակներ։ Նաև գվատնենք ժամանակ։ Եթե մենք մտուկ անցնող դարվան նայեք եւ հաշիվ ունեք, վստահ եմ, որ բիդեստեք որքան ժամանակ, որ գրնայինք օգտագործել կարևոր բաներու վատնեցինք։ Այսօր ես 5 դագարանեն օրինակ մը բիդարնեմ եւ պիտի տեսնենք, թե ավելի կարևոր բան կա, որ մենք մեր կյանքի ընթացքին գվատնենք եւ անոր վրա է, որ պիտի կենտրոնանանք։ Պիտի գարտամ ուրեմն 5 դգարանի
Թագավորներու գիրքեն, the book of Judges, 16-րդ գլուխ 22-րդ համարեն սկսյալ։ Թագավորաց 16-րդ գլուխ սկսելով 22-րդ համարեն։ Մինչ կգարտամ պիտի տեսնեք, որ ասիկա մեզի շատ ծանոթ պատմություն մնե Սամսոնի մասին, եւ մենք անոր կյանքը եւ մանավանդ անոր կյանքին վերջին օրերը սերդելով այսօր պիտի տեսնենք, թե ինչ է որ մենք մեր կյանքի մեջ գվատնենք։ Նախ կարդանք ուրեմն 16-րդ գլուխուն 22-րդ համարեն սկսյալ, որ գխոսի Սամսոնի մահվան մասին։ Անոր Սամսոնի գլուխուն մազը գսե սկսավ փուսնիլ։ Գհիշեք իր մազերն է որ գդրեցին որպես իր զորությունը երթա։ Եվ հիմա հոս գսե Սամսոնի մազերը սկսան փուսնիլ։ Փղշտացիներու նախարարները հավաքվեցան, որբեսի իրենց աստուծույն թակոնի մեծ զոհ մալուցանեն եւ ուրախություն ունեն ու ըսին. մեր Աստվածը մեր ցերկը մատնեց մեր թշնամի Սամսոնը։ Ու ժողովուրդը զանիգա դեսնելով իրենց Աստվածը քովեցին, քանզի ըսին. մեր Աստվածը մեր ցերկը մատնեց մեր թշնամին, մեր երկրիրը ավրողը եւ մեզ շադեր մեր ծնողը։ Երբ անոնց սիրտը ուրախ էր, ըսին. Սամսոնը գանչեցեք, որ մեր արչև խաղա։ Ուստի Սամսոն փանդեն գանչեցին ու անոր արչև խաղաց, ու անոնց արչև խաղաց եւ զանիգա սյուներու մեջտեղ գայնեցուցին։ Սամսոն իր ցերքեն բռնող բադանին ըսավ. թող դուրզիս, որ այս տունը վերցնող սյուները բռնեմ ու անոնց վրա գրտնիմ։ Դունը այր եւ գիներով լեցված էր, ու փղշտացիները բոլոր նախարարները հոն էին, եւ դանիքին վրա 3000-ի չափ մարդիկ ու գիներ գային, որոնք Սամսոնին խաղալը գտիդեին։ Սամսոն դերոջ աղաղակելով ըսավ. ով դեր Եհովա, գաղաչեմ, զիս հիշե, ով Աստված, միայն այս անգամ զիս զորացուր, որբեսի փղշտացիներեն իմ երկու աչքերուս վրեժը առնեմ։ Ուստի Սամսոն այն դունը վերցնող երկու միջին սյուները մեկը աջ ցերկով ու մյուսը ցախ ցերկով բռնելով անոնց վրա գրտնեցավ։ Եվ Սամսոնը ասավ. իմ անձս փղշտացիներուն հետ թող մեռնի, ու բոլոր ուժովը ձրեցավ եւ դունը նախարարներուն ու իր մեջ եղող բոլոր ժողովրդին վրա ինգավ։ Իր մեռած ադենը մեր ցուցածները իր գենթանալության ադենը մեր ցուցածներեն ավելի էին։ Այն ադեն եղբայրները եւ բոլոր հորոդունը իջան ու զանիգա վերցուցին եւ հանեցին, իր հորը Մանուեին քերեզմանը թաղեցին Սարայի եւ Եսթավուղի մեջտեղը։ Անիգա Իսրայելի մեջ 20 տարի թագավորություն ըրավ։ Թող դեր օրհներ այս խոսքը եւ Իդեսնեք թե Սամսոնի կյանքին մեջ Աստված այսօր մեզի հատուկ պատկամ ունի։ Ով էր Սամսոն։ Գիտեք, որ Սամսոն Իսրայելի թագավորներն էր, որ ինչպես տեսանք մոտ 20 տարիներ թագավոր եղավ։ Իր մասին գրնակ կարդալ թագավորաց գրքին 13-ին 16 գլուխներուն մեջ։ Այդ 3 գլուխներու մեջ է որ ամփոփված է իր պատմությունը։ Սամսոն մեծ եւ աստվածային գարեգություններով օժտված անձն էր։ Եվ ինք թագավոր եղավ։ He was a man of tremendous potential գսեն։ Ամեն տեսակ կարողություններ Աստված իրեն տված էր։ Եվ մենք գիտենք, որ նույնիսկ իր ծնունդը Աստուծո միջամտությամբ եղավ։ 10-րդ գլխում մեջ կգարտանք, թե ինչպես Աստված Մանուեի դիկնոջ երևցավ եւ անոր խոստացավ զավակը, որ Աստուծո ուխտավորը պիտի ելնա։ Ոչ թե միայն խոստացավ
զավակը այլ խոստացավ զավակը, որ ուխտավորը բիդելա, այսինքն մեկը որ Աստծո մարդը բիդելա։ Շատ քիչ անգամներ կհանդիպենք Սուրբ Գիրքի մեջ, որ Աստված կմիջամտե ընտանիքի մը կամ մորը, որ զավակ ունենա։ Սամսոն անոնցմե էր։ Եվ Աստված զինք օժտեց այնպիսի կարողություններով եւ զորություններով, որ Սամսոն Իսրայելը պիտի ազատեր փղշտացիներուն ցերքեն։ Մեկ խոսքով այնքան օրհնեց Աստված Սամսոնը, որ գարձես քրեթե Մովսեսին պիտի հավասարեր։ Գիտեք, Մովսեսը որ Իսրայելի ժողովուրդը ազատեց Եգիպտոսեն եւ Աստված այն նույն օրհնությունները գուտար այս թադավորին, որբեսի գարենա ազատել ժողովուրդը փղշտացիներուն ցերքեն։ 24 համարի մեջ կգարտանք, որ ինչպես Սամսոն Աստուծո խոստումին համեմատ ծնավ։ Եվ Աստված ոչ թե միայն իրեն ֆիզիկական ուժ տվավ, այլ գսե իր հոգին Սամսոնը զորացուց։ Այսինքն Աստուծո հոգին է, որ իր մեջ էր եւ զինք կզորացներ։ Այսպիսի մեծ դաղանտներով օժտված անձը թշպախտապար պիտի տեսնենք, որ իր կարողություններուն հարկը չկիցավ եւ իր կյանքը գործընծուց։ Սամսոն քաջագործություններ ունելով մեկտեղ ծանոթ է նաև իր ըրած մեծ սխալներով, որոնց մե անշուշտ գլխավորն էր իր ամուսնությունը Թալիլային հետ, ինչպես կգարտանք։ Սամսոնի ծրագիրն էր, Աստուծո ծրագիրն էր Սամսոնի համար, որ Իսրայելը ազատե փղշտացիներեն։ Եվ Սամսոն հագարակ Աստուծո ծրագիրին եւ հագարակ իր ընտանիքի գամքին հրաբուրվեցավ Թալիլայի գեղեցկութենեն եւ քնած զայն որպես իրեն գին արավ։ Եվ փղշտացիները, որոնք բավական չարչարված էին Սամսոնի ցերքեն, կործածեցին այս արիտը եւ անոնք խնդրեցին Թալիլային, որ գիտնա թե ինչ է Սամսոնի ուժի աղբյուրը։ Եվ գիտեք, գարտանք ինչպես Թալիլա չանած համոզել Սամսոնը եւ ուզեց գիտնալ այն քաղտնիկը, որ ուներ իր զորության համար։ Սամսոնը մի քանի անգամ զինք փորձել է յետք, վերջապես թշպախտապար դեղի տվավ եւ իմացտվավ, թե ինք ուխտավոր էր եւ երբ ծնավ Աստված պատվիրած էր, որ իր մազերուն ածելի բիլի չտպչի։ Այսինքն իր զորությունը իր մազերու մեջ էր։ Եվ երբ Թալիլա կիցավ, փղշտացիները կիցան, Թալիլա անոր մազերը գդրեց եւ թշպախտապար Սամսոն իր զորությունը գործընծուց։ Ինգավ թշնամիին ցերկը, որոնք իր աչքերը հանեցին, գուրցուցին եւ զինք փանտնեցին։ Եվ մենք երբ կգարտանք այս մասին, գսենք ինչ մեծ վատնում։ Բայց թերևս բիդեսենք, որ Սամսոն ալ մարդ արարած էր։ Հագարակ, որ այո Աստված իրեն պես դաղանտներ տվավ, զորություն ֆիզիկական, բայց քանի որ մարդ արարած էր, թերևս կարելի է, որ ինար փորձության եւ այդպես ալ եղավ։ Բայց թշպախտությունը այն է, որ ասի առաջին անգամ չէր իրեն համար։ Կգարտանք նախապես, որ իր ծնողքին հագարակ իր ծնողքի գամքին, անոնց ըսկուշացումին, անքնած ատկի առաջալ ամուսնացավ փղշտացիներու թամնաթայի աղջիկին հետ, որ անալզինք անգամը խաղի պերավ եւ խապեց։ Եվ գիտեք անգամ երբ Սամսոն հանելու գսած էր իր ընկերներուն, որոնք կչանային այդ հանելուգին պատասխանը գտնել, իր դիգինը կործածեցին, որբեսի լալով խապե Սամսոնը եւ իր մե այդ քաղտնիկը առնե։ Այսինքն այո մարդ արարած էր, բայց առաջին անգամ չէ որ գինար եւ անոր համար գսենք ինչ մեծ վատնում։ Աստված ծրագիր ուներ իրեն համար, Աստված իրեն համար ամեն ինչ տված էր, օրհնած էր զինք ամեն տեսակ զորությունով, բարդականություն տված էր, որ Իսրայելը ազատե փղշտացիներեն, Սամսոն փոխանակ օգտագործելու այդ բոլոր տաղանդները, կարողությունները
բարձավես ինքսինք հաջեցնելու համար վատնեց ծանոնք և ինգավ թշնամիին ցերկը, ինչ մեծ վատնում։ Անշուշտ մենք Սամսոնի պատմությունը որպես օրինակ է որ գարնենք այսօր։ Երբ մենք ալ նայենք մեր կյանքերուն, մենք ալ պիտի անդրադառնանք, թե որքան կվատնենք Աստծո տված օրհնությունները։ Ոչ միայն ժամանակի համար, ոչ միայն տրամ, ոչ միայն ուդելիք, այլ կվատնենք Աստծո մեզի տված բոլոր դաղանտները և վերջավորության վատնած կլանք մեր կյանքը։ Գիտեք, ուդելիք կվատնենք շատ թյուրին է, որովհետև գիտեք, որ ուրիշ բան կա ուդելիք։ Այսօր մեր զավակները երբեմն գերագուրմը կհրեն, որովհետև գիտեն, որ սահանարան եթե բանան, հոն ուրիշ կարելիություններ կան։ Անոր համար թյուրին է ուդելիք վատնելը։ Ժամանակին այդպես չէր, եթե մեկ տեսակ ջաշ կար, ուզենք չուզենք գուդեինք, բայց այսօր առադության մեջ ուդելիք վատնելը թյուրին է։ Տրամալ կվատնենք, որովհետև հույսով ենք, որ վաղը նորեն պիտի գրնանք շահիլ։ Իսկ ժամանակ կվատնենք, խորելով, որ թեր շատ երկար ժամանակ ունենք այս աշխարհի վրա։ Բայց սիրելիներ, երբ մենք մեր կյանքը կվատնենք, ասեմ այդ կյանքը անգամ մնալ մեզի պիտի չի գա։ Ոմանք անշուշտ այս բոլորի հանդերձ դագավին գվստահին Աստծո շնորհքին վրա։ Այո, Աստված շնորհքի Աստված է, բայց զգուշ եղիր, որ Աստծո շնորհքը չվատնես։ Մենք շատ անգամ ճիշտ այդպես է, որ մենք մեզ կմխիթարենք և գսենք Աստված ներող Աստված է, Աստված շնորհքի Աստված է, ինչ որ ալնենք, Աստված դագավին մեզ պիտի սիրե։ Բայց նայեցեք Պողոս առաքյալ Հռոմայեցիներուն քրած նամակին 6-րդ գլխում մեջ գսկուշացն է գսե. «Ալ հիմա ինչ պիտի ասեք, մեղքի մեջ մնանք արդյոք որ շնորհքը շատնա»։ Գիտեք, երբեմն մենք այս փորձություն ունենք, որ որքան մեղք գործենք, այդքան Աստծո շնորհքը մեզի համար կշատնա։ Պողոս առաքյալ գսե քավլիցի, ոչ։ Մենք գիտենք, թե արդեն Աստված մեզի տվավ շնորհքը, երբ Հիսուս ղրկեց աշխարհ, որ եկավ մեզի համար իր արյունը թափեց։ Այսինքն Աստված արդեն իր շնորհքը տվավ մեր բոլորին։ Հոս է հիմա։ Երբ այսօր քո կյանքդ կվատնես, անոր համար վատնած գլաս Աստծո բարգևը, որ քեզի համար է։ Մենք արդեն գսե Պողոս առաքյալ մեղքեն մերանք։ Այլևս ինչպես կրնանք մեղքի մեջ գնալ։ Վատնած գլանք այն մեծ բարգևը, որ Աստված տվավ մեզի։ Մեր հին մարդը գսե առաքյալը Հիսուսի հետ խաչվեցավ։ Հիսուս մեղքի համար մեկ անգամ մեռավ, ինչպես գշեշտե առաքյալը։ Մի վատներ Հիսուս Քրիստոսի խաչելությունը, նորեն և միշտ ինալով մեղքի մեջ։ Անժամանակ է, որ սիրելի բարեկամներ, վատնած պիտի լանք մեր կյանքը, վատնած պիտի լանք Հիսուսի խաչը։ Մեր մարմինը Աստծո տաճարն է։ Հոն է, որ Աստծո հոգին կփնագի, եթե գվատնենք մեր մարմինը, վատնած գլանք Աստծո հոգին։ Սամսոն ոչ թե միայն իրեն դրված ֆիզիկական ուժը վատնեց, իրականության մեջ նաև վատնեց Աստծո հոգին, որ իր մեջ կփնագեր։ Երբ լսենք կամ խոսենք այս մասին, գսերդենք պատմությունը, թերևս մենք մի դեսենք, բայց մենք Սամսոն չենք։ Մենք չունենք անոր ունեցած կարողությունները։ Աստված արդյոք մեզի օժդեց իրեն օժդած բոլոր դաղանտներով։ Աստված արդյոք մեզի համար ալ ծրագրած է, որ մենք մեր ժողովուրդը մեր թշնամիին ցերկեն պիտի ազատենք։ Այո, տուն եւ ես թերևս Սամսոն չենք, բայց չմոռնանք, որ նույնքան կարևոր ենք Աստծո համար եւ իր ծրագիրին մեջ։ Եվ Աստված մեզ բոլորս օժտած է դաղանտներով։ Ոչ անպայման Սամսոնի ֆիզիկական ուժով, ոչ անպայման ֆիզիկական կարողություններով, ոչ անպայման ղեկավար ըլլալու կարողություններով,
այլ յուրաքանչյուրին դված է հատուկ կարողություններ, որ թերևս ուրիշ մեկը չունի։ Աստված մանավանդ բոլորին դված է հոգևոր կարողություն, շնորհիվ Հիսուս Քրիստոսի։ Հիսուս աշխարհ եկավ ճիշտ անոր համար, եկավ որպեսզի մեզի դա իր Սուրբ Հոգին։ Հիսուս Քրիստոսով բոլորս հոգևորապես զորավոր ենք եւ զորավոր կրնան գլալ։ Այս տաղանդը կոնե Աստված մեզ բոլորին համար դված է։ Գիշեք Հիսուս երբ աշակերտներուն գբացադրեր իրենց տաղանդներուն մասին պատմեց հետաքրքրական առակը, որում մեջ սավ թակավոր մգար, որ երբ պիտի երթար իր 3 ծառաներուն յուրաքանչյուրին տաղանդներ տվավ։ Մեկուն 10, մեկուն 5, մեկուն 2։ Եվ Աստված այդ թակավորը գագնգալեր, որ այդ տաղանդները օգտագործեն։ Բայց մենք գիտենք, թե ինչ ըրին այդ սպասավորները։ Երկուքը կործածեցին այդ տաղանդները, սակայն մեկը բահեց, չկործածեց այդ տաղանդը։ Եվ մենք գիտենք ինչ եղավ անոր արդյունքը։ Գրնակ կարդալ Մատթեոս 25-րդ գլխի մեջ այս գեղեցիկ առակը։ Մենք ինչ կնենք մեր տաղանդները, անդեսելով Աստծո նպատակը եւ փափակը, շատ անգամ դժբախտաբար անձնասիրությամբ կվարվենք անոնց հետ։ Այդ մեկ տաղանդ ունեցող ծառային նման կբահենք զայն անձնասիրությամբ, երբ կրնային կործածել Աստծո փառքին ու թագավորության համար։ Երբ Աստծո դված տաղանդը գվատնես, ոչ թե միայն գվատնես քո կյանքդ, այլ նաև գվատնես ուրիշներուն կյանքը եւ պատճառ գլաս անոնց գորուստին։ Սամսոն իր ուժը վատնելով ոչ թե իր կյանքը միայն վատնեց, այլ Իսրայելի ազատության առիթն է որ գործընծուց։ Ինք անոնց համար Աստծո պատասխան տվավ։ Երբ Աստված գոչ대 դարբեր տաղանդներով խոսելու, վգայելու, երգելու, ծառայելու եւ երբ դու այդ տաղանդները հողինդակ կբահես, անժամանակ վատնած գլաս Աստծո շնորհքը։ Բայց միեսեր ես խոսելու կարողություն չունիմ։ Միեսեր ես երգելու կարողություն չունիմ։ Անցյալներս հալփին գսեր, եթե ես երգեմ, մարդիկ իրենց ագանչները կկոծեն։ Միեսեր ես միջոց չունիմ ուրիշներուն օգնելու։ Թերևս այո, այս կարողությունները չունիս, սակայն ունիս այն կյանքը, որ Աստված քեզի շնորհած է, բարգեւած է։ Այդ կյանքը ապրիր Աստծո համաձայն։ Եվ երբ այդ կյանքը գաբրիս հետևելով Հիսուս Քրիստոսին, անժամանակ օգտագործած գլաս դե Աստծո դված տաղանդը։ Անցյալ շաբաթ, եթե հիշեցինք, թե ինչպես Հիսուս մոտեցավ Սիմոնին եւ ասավ. «Եկուր, ես քեզ մարդոց որսորդ մի դնեմ»։ Նայեցեք, Սիմոն ոչ ուսում ուներ, ոչ երգելու տաղանդ ուներ, եւ չեմ խորի, որ այդ ժամանակ խոսելու կարողություն ուներ։ Իր այդ բոլոր դգարություններով որոշեց հետևել Հիսուս Քրիստոսին։ Եվ ինչ էր Աստված զինք լեցուց այնպիսի հոգիով, որ իր մեկ քարոզով 3000 հոգիներ փրկվեցան։ Եթե այդ օր երբ անհանդիպեցավ Հիսուսին, հրավերը լսերեն իդ կսեր, գիտես, ես ցկնորսություն նույնիսկ չեմ գնարնել, ինչպես երթամ մարդոց որսորդը լամ, բայց վստահեցավ Աստուծո դված դաղանդին, հետևեցավ Քրիստոսին եւ իր պատճառով հազարավորներ փրկվեցան։ Աստված ոչ միայն մեզի գուտա կարողություններ, Աստված նաև մեզի գուտա երկրորդ պատեհություն արիթ։ Աստված Սամսոնին ալ տվավ երկրորդ արիթմը։ Սամսոն իրականության մեջ անդրադարձավ բանդի մեջ իր սխալին։ Գիտավ թե Աստված ինչ նպատակ ուներ իրեն համար եւ ինչու համար այդ տաղանդները տված էր։ Եվ մենք գիտենք, որ Աստված իր ծրագիրը բահեց։ Միայն Սամսոնին ըրած սխալը սուղ եղավ իր կյանքին համար։
Ինչպես կարդացինք, Աստված օգնեց, որ անոր մազերը նորեն երգնան, որբեսի վերակտնե իր ուժը, և Սամսոն գիտենք, որ վերակդավ իր ուժը, գործանեց այն բալադը, ուր ինքը գտնվեր հազարավոր փղշտացիներու հետ, անոնք մերան, սակայն անոնց քինը ինքալ վճարեց իր կյանքով։ Աստված մեզի ասիրելի բարեկամներ, երկրորդ արիթը արդեն դված է իր որդվույն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ հիմա դակավին մեզի համար ուժ չէ, որ վերակտնենք մեր ուժերը և դառնանք Աստծո կործածենք մեր դաղանտները իր փառքին համար։ Բողոս առաքյալ գսե, հիմա որ Հիսուս Քրիստոս հարություն արած է, մեզի գուտա մեծ արիթը։ Ձեր անդամները գսե, մեղքի մի ընծայեք, անիրավության կործիկ մի ըլլակ, հաբա ձեր անձերը Աստծո ընծայեցեք, որպես թե մերելներեն ողջնցած։ Աստված ինչ որ այդ արիթը տվավ Սամսոնին, մեզի արդեն տված է։ Եկեք այդ տաղանդները կործածենք իր փառքին համար։ Սամսոնի պատմությունը երբ սերդենք եւ մանավանդ երբ հասնենք անոր ավարտին, գտեսնենք թե Սամսոն իսկապես անդրադարձավ իր սխալին։ Անոր համար է, որ աղաղագեց Աստուծո եւ ասավ դեր, մեկ անգամ եւս ինձի ուժ դուր, որբեսի իմ վրեժս առնեմ։ Մեկ անգամ եւս։ Բայց գիտեք, հետաքրքրական է, որ Աստուծո զորություն գխնդրեր, ոչ որբեսի Աստուծո կամքը ընե, այդպես չսեր, այլ գսե որբեսի իմ վրեժս առնեմ։ Դակավին միջև հոս, գիտեք, որ Սամսոն շատ հերու էր Աստծո ծրագիրեն։ Գուզեր դակավին իր վրեժը, իր աչքերուն վրեժը առնել։ Փոխանակելու, որ դեր Աստված ուժը դուր, որբեսի քու կամքդ կատարեմ։ Սակայն նայեցեք Սամսոն երբ գսե այդ սյուները սկսավ հրել, ասավ թող իմ անձս անոնց հետ մեռնի։ Այսինքն թող այս ֆիզիկական մարմինը, որ զիս փորձություններու դարավ, պետք է որ մեռնի։ Այս մարմինը, որ թավաջանեց ինձի, որբեսի չկատարեմ Աստծո նպատակը, պետք է մեռնի։ Այս մարմինը, որ փոխանակ դաջար է լալու Սուրբ Հոգին, աբագանեց Աստծո Հոգին, պետք է եսավ փղշտացներուն հետ մեռնի։ Մեր ասիրելի բարեկամներ, աբագանացու մարմինը պետք է մեռնի, որբեսի մենք հոն դեղ դանք Սուրբ Հոգին։ Աստծո Հոգին Սուրբ և անարատ դեղ գուզե պնագելու համար։ Եվ մենք այսօր աղոթենք, որ Աստված մերալ մարմինները անարատն է, որբեսի հոն պնագի Աստծո Հոգին։ Սամսոն իր այս վերջին խոսքով է, որ վերջապես գիտավ, թե ինչ է ճիշտ Աստծո ծրագիրն համար։ Եվ Սամսոն մերավ և գսե թե իրեն հետ մերան հետաքրքրական է 3000 հոգիներ։ Գիտեք, քիչ առաջ հիշեցի Սիմոն Պետրոսին օրինակը։ Սուրբ Հոգին իր մեջ 3000 հոգիներ պրգեց։ Սամսոն 3000 հոգիներ գործընծուց իր կյանքն միասին։ Տուն ինչ կուզես անել։ Սամսոնի պատմությունը գարտացողներ մանավանդ երբ Գիրակնորիա դպրոցի մեջ կգարտանք, մենք Սամսոնը որպես հերոս կնկատենք։ Իր պատկերին եթե նայեք կտեսնեք որքան զորավոր, որ սյուները ամբողջ բալադը գպել է։ Սակայն չմոռնանք, որ Սամսոնի պատմության մեջ հերոսը Աստված է, որովհետև հակառակ Սամսոնի դգարություններուն Աստված իր ծրագիրը բահեց, իր կամքը կատարեց։ Սամսոն գործընծուց իր կյանքը, որքան ցավալի վատնում էր իրեն համար, բայց Աստծո կամքը կատարվեցավ։ Աստված մեզ մի յուրաքանչյուրին տաղանդներ տված է։ Մենք կործածենք կամ չկործածենք սանոնք, Աստված իր ծրագիրը պիտի ունի։ Բայց հաշիվը մենք պիտի տանք։ Անոր մեջ վատնած պիտի լանք մեր կյանքը կամ ոչ։ Աստված սիրելի բարեկամներ, մեզ մի յուրաքանչյուրը մեր ծնունդին ալ գիտե։ Եվ մեզ մի ամեն մեկուն համար ալ բարդականություն տված է։
մեզ մե յուրաքանչյուրը օժդած է հատուկ տաղանդներով։ Եվ Աստված քեզ մե եւ ինձ մե ակնկալություն ունի այսօր։ Գուզե որ մենք նախ մեր կյանքերը փոխենք եւ վկայելով նաեւ փոխենք աշխարհը։ Այս է քրիստոնյային բարդականությունը, այս է քրիստոնյա եկեղեցին բարդականությունը։ Երթալ եւ աշխարհը փոխել, փոխանակ աշխարհեն իրենք փոխվելու։ Սամսոնի համար Աստծո ծրագիրն էր հաղթել թշնամիին։ Սամսոն գիտեք փոխանակ հաղթելու ինք բարդվեցավ, երբ գնաց անոնցմե գողագից արավ եւ մի դիսենք ինչ մեծ վատնում։ Մենք ասիրելի բարեկամներ Սամսոնի նման դգարություններ ունենք։ Անորամար է որ Աստված իր որդին ղրկեց, որբեսի մեզ զորացնե։ Անորամար է որ Աստված մեզի դվավ իր հոգին։ Եվ մենք Կորս Կարաքելոսի մեջ կգարտանք, երբ աշակերտներ Սուրբ Հոգիով լեցվեցան, աշխարհը դակնու վրա էին։ Մենք ալ ունենք այդ նույն զորությունը։ Եվ մենք ալ գրնանք նույնը անել, եթե խնդրենք եւ Աստծո ասենք, դեր գաղաչենք, մեզ ալ զորացուր, որբեսի քու գամքը կատարենք։ Հավատացեք, թե ոչ միայն աշխարհ պիտի դեսնե իր զորությունը, անամփոչ աշխարհ պիտի դառնա։ Աստված դված է դահանտներ, ուշադիր լանք, որոնք զանոնք չվատնենք։ Ամեն քայլ, որ սիրելի բարեկամներ մենք մեր կյանքի մեջ կառնենք, անիկա պետք է Աստծո կամքին համաձայն լա։ Ամեն ուղի որթուն կբռնես, պետք է Հիսուս Քրիստոսին հետևելով լա։ Ամեն որոշում, որ մենք կառնենք, պետք է նախ լսենք Աստծո խոսքը։ Հագարակ բարակային վատնած կլանք ոչ թե միայն մեր դաղանտները, այլ Աստծո դված բարգևները։ Եվ անժամանակ Աստված մեզի պիտի what a waste, ինչ մեծ վատնում։ Եվ գիտեք, ես գերեվագայեմ, երբ մենք պիտի գտնվենք Աստծո դաստանյան առջև, Աստված թերևս ամենաշատ պիտի մեզի what a waste, որքան վատնեցիք այդ արիտները, որ ընծայեցի ցեզի, որքան վատնեցիք այդ շնորհքը, որ տվի ցեզի համար, որքան վատնեցիք այդ արյունը, որ թափեցի ցեզի համար։ Ընթագարակը որքան լավ պիտի լար լսել դերոճմե որսե եկուր բարի եւ հավատարիմ զարա թուն որ քիչ բաներու մեջ հավատարիմ եղար ես քեզի մեծ բաներու վրա իշխան պիտենեմ դերը դա որ մենք մեր կյանքը նվիրենք Աստծո անժամանակ է որ մենք Աստծո դված բոլոր օրհնությունները փոխանակ վատնելու կորձածած բիդելանք իր парքին ու իր թակավորության համար։ Այս է որ Աստված այսօր Սամսոնի օրինակով մեզի գսե։ Չմտահոգվենք թե Սամսոն հերոս էր կամ ինչ եղավ իրեն համար։ Անոր մեջ են մենք լսենք Աստծո պատկամը, որ գուտա մեզ մե յուրաքանչյուրին։ Յուրաքանչյուրը սիրելի քույրեր եւ եղբայրներ օժտված եք Աստծո դված դաղանտներով։ Կորձածեցեք զանոնք Աստծո парքին ու թակավորության համար եւ դերը արալաբես պիտի օրհնե եւ պիտի սե եկեք հավատարիմ զարաներ ես ցեզ վարձահատույց պիտենեմ ամեն